Այսօր պիտի անդրադառնամ համբարձմանը եւ այդ իսկ առումով պիտի ընթերցեմ Ավետարան ըստ Ղուկասի 24-րդ գլուխ 50-ից 53 համարները եւ նրանց մինչև Բեթանիա հանեց եւ ձեռքերը բարձրացնելով օրհնեց նրանց եւ մինչ նրանց օրհնում էր բաժանվեց նրանցից ու երկինք էր բարձրանում իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին եւ մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ եւ ամեն ժամ տաճարում էին Աստծուն էին գովաբանում եւ օրհնում ամեն Սիրելիներ ընդհանրապես գաղտնիք չէ որ հրաժեշտները տխուր ժամանակներ են, երբ հրաժեշտ ես տալի ընկերոջդ, եղբորդ, որ պետք է մեկնի մեկ այլ տեղ։ Սրանից երևի 100 տարի առաջ դեռ, եթե տան անդամներից մեկը, սիրելիներից մեկը ճամփորդում էր մեկ այլ երկիր, տևում էր ամիսներ, եթե ոչ տարիներ, մինչև կրկին կվերադառնար եւ կտեսնենք։ Եթե առաջ ասենք Ամերիկա մայր ցամաքից նամակ էին ուղարկում, հավանաբար 3 ամիս հետո կամ 1 տարի հետո նոր կհասներ։ Այսօր մի քիչ այլ է։ Այսօր աշխարհի որ ծայրում է լինես, մեկ օրվա մեջ հնարավոր է որ վերադառնաս տուն։ Այսօր աշխարհի որ ծայրում է լինես, օրվա որ ժամին է լինի, հնարավորություն ունենք նամակ գրել ու տեղում կարդալ։ Այդ չեմ ասում կարող ենք նույնիսկ տեսնել։ Տեխնոլոգիաները այնպես են զարգացած, որ ժամանակ չի մտնում կարոտելու։ Բայց ամենից տխուրը անշուշտ երբ որ գիտես սիրելիցդ բաժանվելով երկնքի տակ այստեղ երկրի վրա այլևս չպիտի տեսնես։ Սա իրոք տխրեցուցիչ է։ Եվ այդ առումով տարօրինակ է թվում, որ աշակերտների արձագանքը, երբ Հիսուս համբարձվեց, ոչ թե տխրություն էր, այլ մեծ ուրախություն։ Ինչու՞։ Ղուկասը թողնում է իր ընթերցողներին խորհելու, թե ինչու աշակերտները մեծ ուրախություն ունեցան, երբ Հիսուս համբարձվեց։ Նա ուզում է, որ ինքներս մեզ հարցնենք։ Իմ կյանքը լի է ուրախությամբ, որովհետև Հիսուս համբարձվեց։ Ես դրա համար ուրախանում եմ։ Ես դրա համար օրհնում եմ Աստծուն,
ինչպես աշակերտները։ Սիրելիներ, կա առնվազն 3 պատճառ, թե ինչու Հիսուսի համբարձումը պետք է մեզ մղի երկրպագելու և ուրախանալու։ Հիսուսի համբարձումը պետք է մեզ մղի երկրպագել և ուրախանալ, քանի որ այն նշանակում է նրա Հիսուսի երկրային ծառայության ավարտը։ Հիսուսը չլքեց այս երկիրը, որովհետև մերժվեց և խաչվեց մեղավոր մարդկանց կողմից։ Նա չասեց, քանի որ չեք ընդունում, ես գնացի։ Նա հեռացավ, որովհետև կատարել էր այն գործը, որի համար Հայրն իրեն ուղարկել էր։ Նա եկել էր փրկելու, փնտրելու և փրկելու իր ժողովուրդը։ Նա արեց այն, ինչի համար եկել էր երկիր, ամբողջությամբ։ Խաչի վրայի զոհաբերվող մահով նա վճարեց մեր մեղքերի համար։ Նրա մարմնական հարությունը մեռելներից ապացույցն է, որ Աստված ընդունեց նրա զոհաբերությունը և որ Աստծո լիակատար հավանությունը Հիսուսի իր օծյալի վրա է։ Այժմ հարություն առած Քրիստոսը հանձնարարում է իր աշակերտներին հռչակել ապաշխարություն մեղքերի թողության համար։ Իր անունով բոլոր ազգերին։ Այն փաստը, որ նա այժմ համբարձվել է երկինք Հոր աջ կողմում, ցույց է տալիս մեզ, որ նա կատարել է իր առաքելությունը երկրի վրա։ Եվ սա պետք է լցնի մեր սրտերը երկրպագությամբ, մեծ ուրախությամբ ու հույսով, սպասելով այն օրվան, երբ նա կրկին կգա զորությամբ և փառքով մեզ իր մոտ ընդունելու համար։ Հաջորդը մեզ պետք է երկրպագել և ուրախանալ Հիսուսի համբարձմամբ, քանի որ սկսվում է նրա երկնային ծառայությունը։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուս կամավոր սահմանափակեց ինքն իրեն։ Նրա փառքը թաքնված էր, բայց այժմ վերադարձրեց փառքի և զորության այն շնորհը, այն ինչ որ ուներ, վերադարձավ այդ փառքի մեջ, որ աշխարհի ստեղծումից առաջ դեռ ուներ։ Եվ ինչպես խոստացել էր, նա կուղարկի Հոր խոստումը, Սուրբ Հոգին, որպեսզի նրանց աշակերտներին մեզ զորություն տա կյանքի և ծառայության համար։ Այն փաստը, որ Հիսուս այժմ համբարձվել է Հոր աջ կողմը, մեզ հույս է տալիս, որ նա մեզ կտանի իր հետ, ուր որ է։ Հիսուսի համբարձումը սկիզբ դրեց նրա միջնորդական ծառայությանը իր ժողովրդի համար։ Նա բարեխոս է մեզ համար։
Մենք մուտք ունենք Աստծո մոտ, մենք հաշտված ենք Աստծո հետ Հիսուսի միջոցով։ Հետևաբար համբարձումը պետք է մեզ ուրախությամբ լցնի, քանի որ մեր ապագան նրա հետ փառքի մեջ նույնքան հաստատ է, որքան նրա խոսքը։ Հաջորդ բանը Հիսուսի համբարձումը պետք է մեզ ստիպի երկրպագել նրան եւ ուրախանալ նրանով, քանի որ այն նշանակում է մեր ծառայության սկիզբը, որպես նրա երկրային ներկայացուցիչներ գործելու նրա անունով։ Կարևոր է, որ մենք լցվենք Սուրբ Հոգու զորությամբ։ Եթե ուզում ենք հաջողության հասնել այս առաքելության մեջ, մեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու զորությունը։ Քրիստոսի արդյունավետ ներկայացուցիչները լինելու համար Աստծո Հոգին է անհրաժեշտ։ Հարկավոր է ունենալ նրա օրհնությունը մեր կյանքի և ծառայության վրա։ Այստեղ նայում ենք, ասում են, նա բարձրացրեց իր ձեռքերը և օրհնեց նրանց։ Նրա օրհնությունը բացարձակապես անհրաժեշտ էր նրանց և մեզ համար, եթե մենք ցանկանում ենք շարունակել նրա գործը։ Առանց Հիսուսի օրհնության մենք կարող ենք կառուցել եկեղեցաշենքեր, կարող են հաճախել այդ շենքերը բազում մարդիկ, բայց եթե չունենանք Հիսուսի օրհնությունը, այդ ամենը կլինի միայն փայտ, խոտ և երեք, որոնք կայրվեն։ Եթե Տերը չկառուցի տունը, ապարդյուն են աշխատում այն կառուցողները, ասում է Սաղմոս 2-ն։ Սիրելիներ, դուք կարոտում եք Աստծո օրհնությանը ձեր կյանքում, ձեր ծառայության վրա, ինչպես ասենք Հակոբը, որը պայքարում էր Տիրոջ հրեշտակի հետ, երբ երևաց, ասելով մինչև 4 ներս չեմ թողնի քեզ։ Այս պայքարն ունենք մենք մեր կյանքում, մեր ծառայության մեջ։ Աստծո օրհնությունը նշանակում է, որ մեր աշխատանքի արդյունքները անհամաչափ են մեր կարողություններին կամ ջանքերի հետ։ Աստծո գործում նրա օրհնությունը ամեն ինչ է։ Մենք մարդկայնորեն ճարպիկ կարող ենք բաներ անել, մարդկային ծրագրեր, կրկնօրինակումներ, բայց եթե Աստծո գործի մեջ չկա Աստծո օրհնությունը, զուր են ջանքերը, մարդկային ջանքերը։ Աստծո գործը Աստծո հոգով է արվում, Աստծո օրհնությամբ է արվում։ Մենք ընդամենը պիտի չխանգարենք իրեն։ Պետք է երկրպագենք նրան նախքան նրա համար գործելը։ Շատ հաճախ մենք առանց Աստծուն երկրպագելու, այսինքն արժանավույնս իր տեղը
բացասնելու Աստծուն մեր կյանքում, մեր սրտում։ Մենք ուզում ենք հաջողություններ ունենալ, գործել նրա համար։ Երկրպագությունը միշտ պետք է նախորդի գործին։ Պաշտամունքները այդպես են։ Նախ երկրպագում ենք, օրհնում ենք Աստծուն։ Տիրոջ համար կատարվող ցանկացած գործ, աշխատանք պետք է արվի մեր սրտերը լի նրա հանդեպ երկրպագությամբ ու սիրով։ Ուրախություն ունենալը պետք է լինի ծառայության հիմքը։ Ինձ զարմացնում են այն մարդիկ, որ թթված դեմքերով, բողոքներով այս կամ այն ծառայությունն են անում, դժգոհ։ Չգիտեմ ում համար են անում, իրանք էլ չգիտեմ ում համար են անում։ Ուրախություն ունենալը պետք է լինի ծառայության հիմքը։ Ավետարանն սկսում է մեծ ուրախությամբ։ Հիսուսի ծննդյան ավետումով հրեշտակների կողմից եւ հիմա էլ ավարտվում է ավետարանը ուրախությամբ աշակերտների, որոնք լցված են այս ցնծությամբ տեսնելով Հիսուսի համբարձումը։ Ուրախությունը ընդհանրապես այս ավետարանի թեմաներից է։ Ողջ ընթացքում կարող եք հանդիպել այս ուրախությանը։ Առավելս պատկերավոր է 15-րդ գլխում, երբ խոսում է կորած դրախմայի, կորած ոչխարի եւ անարակ որդու այս հայտնի առակի մեջ եւ ասում է, բայց պետք է ուրախանանք, որովհետեւ քո այս եղբայրը մեռած է եւ կենդանացավ, կորած է եւ գտնվեց։ Մեր ուրախությունը բազմապատկվում է ամեն անգամ, երբ մենք լսում ենք մեկ այլ մեղավորի մասին, որը զղջացել է, դարձի է եկել։ Մեր առաքելությունն է հռչակել բարի լուրը։ Տեր Հիսուսին ճանաչելու մեր ուրախությունը նրա մասին մեր վկայության հիմքն է։ Քրիստոսին ներկայացուցիչները կորտնեն նրան իր մեծ օրհնությունների համար։ Հիսուսը օրհնեց աշակերտներին եւ 53-րդ համարում ասում է աշակերտները տաճարում անընդհատ օրհնում էին Աստծուն, երկրպագում էին եւ օրհնում էին։ Երբ աշակերտները տեսնում են հարություն արած եւ համբարձված փրկչին, նրանք հեռանում են երկրպագելով, բառացիորեն օրհնելով Աստծուն։ Չմոռանաք դուք էլ երբ որ դուրս գաք, եթե ճանաչում եք Աստծուն։ Աստված օրհնել է մեզ իր խոստումներով, մենք էլ մեր հերթին օրհնում ենք Աստծուն իր կատարած գործերի համար։ Դա նման է, գիտեք, հիշում եմ, ինձ ոնց է ուրախացնում
վստահ եմ ձեզ էլ, երբ որ ձեր փոքրիկ երեխան, որ դեռ չի աշխատում, ձեր ծննդյան օրը, կամ ինչ-որ մեկ օր, բերում է նվեր տա ձեզ։ Պապ, տես քեզ համար նվեր եմ արել, ծնունդը շնորհավոր, այսինքն, որ հարցնես, որտեղից քեզ այդ գումարը, անշուշտ դու ես տվել, բայց քեզ ուրախացնում է, երբ որ քո երեխան այս շնորհակալ սրտով օրհնում է քեզ, նվեր է բերում։ Մենք էլ երբ որ հավաքվում ենք ստե եւ հանգանակություն ենք անում, Աստված ուրախանում է, որ իր զավակները իր տված առատությունից եմ առատապես, բայց գոնե ուրախ սրտով են տալիս։ Կամ ծառայությունը, մեր ժամանակը, այն ժամանակը, որ Աստված է տվել մեզ ապրելու, ու տրամադրում ենք։ Աստված մեզ բոլորիս օրհնություններ է տվել ու տալիս։ Երբ մենք այն վերադարձնում ենք նրան, մեր նվերներով կամ մեր գովասանքով, օրհնությամբ, մենք օրհնում ենք այն Աստծուն, որը օրհնել է մեզ։ Այն չափով, որքանով մենք տեսնում ենք հարություն արած եւ համբարձված Տեր Հիսուս Քրիստոսի փառքը, մենք լցված կլինենք երկրպագությամբ, մեծ ուրախությամբ եւ Աստծուց գոհանալով մեզ տված նրա առատ ողորմությունների համար։ Եթե ունեք սրանք, խնդրեք Աստծուն բացահայտել ձեզ Քրիստոսին, փնտրեք նրան իր խոսքում եւ մի հանգստացեք, մինչև չհայտնվեք Աստծո ժողովրդի հետ մեկտեղ Տիրոջը օրհնելու եւ փառաբանելու մեջ։ Տերը թող օրհնի ձեզ։